Աստված օրհնի։ Մենք համաշխարհային պատմության դասի շրջանակներում ցանկանում ենք ձեզ մի քանի հարց տալ մեր կրոնի վերաբերյալ, թե ինչպես է առաջացել ու մարդիկ ինչ պետք է անեն, այսինքն հավատը պահպանելու ու հավատից չհրաժարվելու համար։ Օրինակ, առաջին հարցը, ինչպես կարող է մարդը ամրացնել իր հավատը առօրյա կյանքում։ Նախ շնորհակալ եմ, որ դպրոցում էլ հետաքրքրություն կա այս ամեն ինչի հանդեպ, եկեղեցու կրոնի, որովհետև մենք մեր պատմությունը լավ իմանալով գիտենք, որ երկար դարեր նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել, մեր եկեղեցին է մեզ պահել ու պահպանել ու որպես հայ ու հայ քրիստոնյա դարեր շարունակ գոյատևել ենք որպես ազգ։ Իսկ հավատքը ինչպես ամրացնել, յուրաքանչյուր մարդ Աստծո հետ պետք է մշտական շփման մեջ լինի, ինչպես ասվում է, եթե ուզում ես դու Աստծո հետ խոսել, պետք է աղոթես, իսկ եթե ուզում ես, որ Աստված քեզ հետ խոսի, պետք է Աստվածաշունչ կարդաս։ Ու մեր կյանքի ընթացքում մենք շատ դժվարությունների առջև ենք կանգնում, թե ֆիզիկապես, թե հոգեբանական դժվարությունների առջև ենք կանգնում, ու այդ ամեն ինչում մեզ օգնության է գալիս Աստված Աստվածաշնչի միջոցով։ Աստվածաշունչը ամբողջ աշխարհում միակ գիրքն է, որ շատ թարգմանված է տարբեր լեզուներով ու թարգմանվել է տարբեր լեզուներով, որպեսզի Աստվածաշնչի միջոցով մարդիկ ճանաչեն Աստծուն, որ Աստված ինչու է ստեղծել երկիրը, ինչու է ստեղծել մարդուն իր պատկերով ու նմանությամբ, որովհետև Աստված ինքը սեր է ու չպարփակվելով իր մեջ ցանկացել է իր սերը արտահայտել։ Իր սերը արտահայտել է աշխարհը ստեղծելով եւ մարդուն ստեղծելով իր պատկերով ու նմանությամբ։ Այսինքն մարդ ինչպես պետք է իր հոգևոր կյանքը աշխուժացնի Աստվածաշնչի միջոցով, Աստծուն ճանաչելու միջոցով։ Շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ եկեղեցու դերի մասին, ինչ դեր ունի եկեղեցին երիտասարդների կյանքում այսօր։ Ես կարող եմ ասել, որ այսօր եկեղեցին մեծ դեր ունի երիտասարդների կյանքում, որովհետև ես արդեն 5 տարի է, որ այստեղ Սանայինի վանական համալիրում հոգևոր ծառայությունն եմ բերում եւ շարժը տեսնում եմ երիտասարդների դեպի եկեղեցի ու նաեւ անհատական դեպքեր են լինում, երբ որ երիտասարդները շատ դժվար իրավիճակների մեջ գտնվելուց հետո չկարողանալով ելքը գտնել, գալիս են քահանայի մոտ խորհուրդ հարցնելու, թե այս իրավիճակից ինչպես կարող է ինքը դուրս գալ։ Դա մի բանի մասին է խոսում, որ երիտասարդները ինչ դժվարություն էլ որ առաջանում է իրենց առջև, իրենք ճանապարհները գտնում են եւ գալիս են դեպի Աստված ու փորձում են Աստծո միջոցով իրենց դժվարությունները հաղթահարել, Աստծո միջոցով փորձում են իրենց խնդիրները այսպես ասած լուծում գտնեն։ Եվ Աստվածաշունչն է ասում, որ թույլ տվեք երեխաներին գան ինձ մոտ, որովհետև երեխաները երիտասարդներին է Աստծո արքայությունը ու ասում է շարունակելով իր խոսքը Աստված, ասում է, եթե չդառնաք այս մանուկների պես, այս երիտասարդների պես, երկնքի արքայությունը չեք ժառանգելու։ Եվ մանուկ եւ երիտասարդ այդ ճանապարհը, այդ կապը դեռ կարելի ասել խզված չի, ինչ առումով, երբ որ մարդ մանուկից դառնում է երիտասարդ, դեռ իր մանկական հոգին վառ է իր մեջ եւ դրա համար երիտասարդները միշտ ցկտում են, որպեսզի Աստծո հետ իրենց կապն էլ վառ լինի եւ դրանից միայն օգտվում է երիտասարդը ու արդեն առաջիկա իրեն առաջ ծառացած բոլոր խնդիրները, բոլոր դժվարությունները Աստծո օգնությամբ կկարողանա հաղթահարել ու անցնել առաջ։ Շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ ինչու է կարևոր աղոթքը եւ ինչպես ճիշտ աղոթել։ Ինչպես առաջ իմ խոսքի մեջ ասեցի, եթե մենք ուզում ենք Աստծո հետ զրուցել, պետք է աղոթենք, իսկ եթե ուզում ենք Աստված մեզ հետ զրուցի, պետք է Աստվածաշունչ կարդանք։ Յուրաքանչյուր մարդ Աստված ստեղծելով մարդուն իր պատկերով եւ նմանությամբ, մարդը ոչ միայն մարմին է, այլ նաեւ հոգի է։ Եվ մենք մեր առօրյա կյանքում շատ ուշադրություն ենք դարձնում մեր մարմնի վրա, զուգվում ենք, զարդարվում ենք եւ նույն ուշադրության կարիք ունի նաեւ մեր հոգին։ Ու մեր հոգու հզորացումը, մեր հոգու
սնունդը, մեր հոգու աճը դա աղոթքի միջոցով է լինում։ Աստծուն ինչքան մենք մոտենանք մեր աղոթքով, մեր աստվածահաճո կյանքով, այդքան մեր հոգին ավելի կզորանա ու կկարողանանք մեր դիմաց ծառացած բոլոր դժվարությունները, բոլոր փորձությունները Աստծո օգնությամբ հաղթահարենք ու հասնենք առաջ։ Շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ ինչպես պետք է հավատացյալը արձագանքի ժամանակակից խնդիրներին, օրինակ լինում է, երբ շատացել են աղանդավորական այսպիսի կառույցները կամ աթեիստները, ինչպես պետք է ինքը արձագանքի շրջապատին ու տանի ճիշտ ուղու վրա։ Հետևյալ կերպ, երբ որ մենք քահանայական քննությունը հանձնելուց հետո բոլոր քահանաները, մինչև քահանա կձեռնադրվեն, գնում են վեհափառ հայրապետի հետ հանդիպման եւ վեհափառ հայրապետը ցանկանում է իմանալ բոլոր քահանաները ինչու համար են ուզում դառնան քահանա կամ ինչն է նպատակը քահանաների, միակ բանը, որ յուրաքանչյուր քահանա գիտակցում է ու գիտի, որ մեր քրիստոնյաներից, մեր հոգևոր հայրերիս միակ նպատակը դա հայապահպանությունն է ու քրիստոնեության տարածումը։ Իսկ աղանդավորների դեմ մենք չենք պայքարում։ Ինչու՞, որովհետև եթե մենք լավ իմանանք մեր կրոնը, մեր ուսմունքը, մեր դավանանքը, յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն վաղը միսօր ինքը փակվելու է, որովհետև եթե մենք ճիշտը իմանանք ու այդ ճշտի մասին պատմենք մեր շրջապատող մարդկանց, իրենք էլ իմանան ճիշտը, ուստի իրենք չեն գնա սնոտի ապաշխտությունների հետևից, որովհետև աղանդավորական կազմակերպությունները, եթե խորանում ես բոլոր աղանդավորական կազմակերպությունների ուսմունքի մեջ, հետքերով երբ որ գնում ես, իրենց տեղը գնում է կամ լութերական բողոքական եկեղեցի կամ էլ այլ աղանդավորական կամ մեր պատմական անցյալում եթե ուշադրություն ենք դարձնում, շատ աղանդավորական էլի կազմակերպություններ կան, որ իշխանական տների դեմ էին պայքարում ու երբ որ մենք մեր պատմությունը լավ ենք նայում, տեսնում ենք մեր պատմության արմատները որտեղից են գալիս, առաքելական հիմք ունեն, դրա համար մենք կոչվում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի Թադեոս եւ Բարդեղոմեոս առաքյալների կողմից քարոզված։ Շնորհակալություն պատասխանի համար, իսկ ամենավերջում կարող է մարդը հավատալ Աստծուն, բայց չայցելել եկեղեցի։ Մարդը կարող է Աստծուն հավատալ, կարող է չայցելել եկեղեցի, բայց իր մեջ ինչ-որ բան կիսատ է լինելու։ Ինչ-որ քիչ առաջ իմ խոսքերի մեջ ասեցի, յուրաքանչյուր մարդ լինելով մարմին եւ հոգի, երկուսը մեկտեղ պետք է կրթի ու դաստիարակի։ Չի կարող միայն մարմինը կրթել եւ հոգին թողնել անտեսել, որովհետեւ երկուսը մեկտեղ պետք է աճեն, զարգանան, երբ որ լինում է դեպքեր, որ հոգին տկարանում է, մարմինն է օգնության գալիս, եւ երբ որ լինում է դեպքեր, որ մարմինն է տկարանում, հոգին է ավելի հզորանում։ Այնպես չի, որ մեր ճգնավորները, երբ որ իրենց կյանքն ենք կարդում, իմանում, թե ինչպես է անցել իրենց կյանքը, տեսնում ենք, որ հիմիկվա ծոմապահությունը, որ մենք շատ հաճախ մեծ պահքի ընթացքում կամ շաբաթապահքերի ընթացքում կամ օրական պահեցողության ընթացքը, որ լինում է, այդ ամեն ինչը մեկ բանի համար է, որ մեր հոգին ավելի հզորանա։ Այսինքն ծոմապահության ժամանակ մենք նեղություն ենք տալիս մեր մարմնին։ Այն ամենը, ինչը որ ճոխ է, կլինի ուտելիքները, քաղցրավենիքը, այդ ամեն ինչից մեր մարմնին զրկում ենք։ Մեր մարմինը այդ ամեն ինչի պակասի արդյունքում ավելի հզորանում է մեր հոգին։ Ոստի կխնդրեմ յուրաքանչյուր կլինի երիտասարդ կամ կլինի բարձ հասարակ հավատացյալ, ովքեր որ այսպես լոռիում այսպես մի խոսք ասում է, ես իմ հայ Աստծուն հավատում եմ, բայց յուրաքանչյուրը պետք է գիտակցեն, որ Աստծուն հավատալու հետ մեկտեղ մենք ինչքան էլ փորձենք սուրբ կյանքով ապրենք, մեղք ենք գործում։ Եվ այդ մեղքերից ազատվելու միակ ճանապարհը եկեղեցի գալն է, պատարակներին մասնակցելը եւ հաղորդություն ստանալն է, որովհետեւ երբ որ քահանան հավատացյալին հաղորդություն է տալիս, ասում է. «Սա եղեցի քեզ ի քավություն եւ ի թողություն մեղած»։ Այսինքն առանց հաղորդության չկա մեղքերի թողություն։ Շնորհակալություն պատասխանի համար, շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ պատասխանեցիք մեր հարցերին։ Ձեզ լավ օր ենք մաղթում, հուսով եմ կհանդիպենք։ Ես էլ եմ շնորհակալ, թող Աստված օրհնի ձեզ, թող իր ծորավոր աչով ու խաչով միշտ պահապան եւ օգնական լինի ձեզ։
Շնորհակալ։